Կարդի ջրամբարը 24 միլիոն, Վարդակարը Սառնախբյուրը 5,5 և Մանտաշի ջրամբարը 8,2 Շիրակի մարզի ջրամբարներում այս պահին նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի ծավալի ջուր կա կուտակված։ Տարին ձնառատ էր, բավական է նշել, որ Կառնուտում 2015 թվականի մարտի դրությամբ 4 միլիոն խորանարդ մետր ջուր կար, իսկ հիմա 8 միլիոնից ավելի։ Շիրակի հիմնական ջրաղբյուրը Արփիի ջրամբարն է, այստեղ 50-ից 70 միլիոն խորանարդ մետր ջրի կուտակման դեպքում մարզի ջրային ամբողջ պահանջը բավարարվում է։ Եթե Արփիում ավելանում է ջրի քանակությունը, այդ ջուրը հիմնականում օգտագործվում է Ախուրյանի ջրամբարի դոտացիայի համար եւ Արարատյան հաշտավայրի ոռոգման համար։ Մեր մարզի տարածքի համար մենք ընդհանրապես մեր ջրամբարների պաշարները լիովին մեզ բավարարում են։ Այսօրվա մեր ունեցած պայմանագրերի եւ գյուղացիների կողմից ներկայացված հայտերի միջոցով։ Շարունակվում են Կապսի ջրամբարի կառուցման նախագծային աշխատանքներ, այն առաջին փուլով 25 միլիոն խորանարդ մետր ջուր կկուտակի, երկրորդով ցուցանիշը կհասցվի մինչև 60 միլիոնի։ Արփիի ջրամբարի պաշարներին գումարելով ստացվում է մոտավորապես 165 միլիոն խորանարդ մետր ջուր։ Տարեստարի ավելանում է մեր ջրովի ցանկատարածությունները, մարդիկ ավելացնում են եւ իրանց հացազգիները եւ բանջարեղենները եւ կարտոֆիլը։ Եթե մի պահ կա, որ մենք պետք է ոռոգենք մեր 22,000 հեկտար ցանկատարածությունները, դա մեզ լրացուցիչ ջրի պաշար է, որ մենք կունենանք առանց ցնցումների մեր բնակչությանը ջուր մատակարարելու։ Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի եւ մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն, մրցութային փաթեթն ընթացքի մեջ է։ Հաստատումից հետո նախատեսվում է նախագիծն ավարտել 2016 թվականի երկրորդ կիսամյակում, որից հետո կսկսվի շինարարությունը։ Գերմանական գազམ་ակերպություններ եկան, այս ճանապարհների կողքից նայեցին, ինչ որ խողովակներով ջուր տանեն, եկան նայեցին չափին, որ կողմից ինչ ճանապարհի համար այդ խողովակները ինչպես անցկացնեն, դին մոտավորապես 4-5 ամիս առաջ եկան։ Եթե Ախուրյանի ջրամբարն օգտագործում ենք հարևանների հետ 50-50 տարբերակով, Կապսի ջրային պաշարը կօգտագործենք 100%-ով ջուր հասցնելով մինչև Արմավիր։ Կառուցվելիք ջրամբարի պաշարները կուղղվին նաև Անիի տարածաշրջանի 6 համայնքի 3000 հեկտարի ոռոգմանը։ Այն ընդհանուր առմամբ թույլ կտա ընդգրկել ավելի քան 5000 հեկտար նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը։ Արդեն ջրի մեծ պահանջներ ունենք, որոնց չունենք, ամեն օր ձգձգվում է, թե պիտի կառուցեն։ Կապս, Վեդի, Եղվարդ, Սելավ, Մաստարա այս 4 ջրամբարի կառուցումը կթեթևացնի Գեղամա, Գեղեցկուհու բեռը։ Սևանա լճից տարեկան շուրջ 170 միլիոն խորանարդ մետր ջուր է օգտագործվում Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգման նպատակով։ Մինչդեռ հանրապետությունում մակերևութային 6,2 միլիարդ խորանարդ մետր ջուր է ձևավորվում։ Խնդրի լուծման լավագույն տարբերակը նոր ջրամբարների կառուցումն է։ Առաջիկա 3-4 տարիների համար պլանավորել ենք շուրջ 4 ջրամբարի կառուցման աշխատանքներ սկսել, առաջինը Վեդի ջրամբարն է։ Զարգացման ֆրանսիական գործակալության ու Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ Վեդի ջրամբարի շինարարությունը մեկնարկել է, պատվարի կառուցման աշխատանքները կսկսվեն շուտով ու կավարտվեն 3-ից 4 տարուց։ Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքները կտևեն շուրջ 5 տարի, սակայն երբ են մեկնարկելու հայտնի չէ, հստակ ժամկետներ դեռ չեն նշվում։ Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։